Սուս մնա, թե չէ լեզուդ կկտրեն։ Խորհուրդ է տրվում այս տեսանյութը դիտելիս ձեռքի եղած ուտելիքը մի կողմ դնել, քանի որ պատմածս կարող է շոկային լինել։ Առաջին շոկից հետո ուշքի ես գալիս եւ հասկանում ես, որ ամրակապված ես աթոռին, իսկ բերանդ ֆիքսացիայի միջոցով բաց է։ Բերանիդ մոտեցնում են տաք ակցիան եւ փորձում են կտրել լեզուդ, որովհետեւ մի բան այն չես խոսել։ Սա տեսարան էր միջնադարում։ Այս տեսանյութով կներկայացնեմ միջնադարի ամենադաժան պատժատեսակները եւ ցավի բալային սանդղակում դրանց գնահատման չափը։ Առավելագույնը 140 բալ է։ Եթե հանկարծ միջնադարում փորձվեիք ասել, որ անձրևը աղոթքների միջոցով չի գալիս կամ Աստծո անունից մարդ սպանելը այդքան էլ լավ բան չէ, ապա վերջ դուք դավաճան եք, պատրաստ եղեք զրկվել լեզվից։ Այս պատժատեսակն իրականացնելու համար դահիճները հնարել են հատուկ մկրատանման գործիք։ Լեզուն տեղադրվում էր մկրատի երկու շեղբերի արանքը եւ պտտվում էր բռնակի վրայի պտուտակը։ Շատ հաճախ պատիժը իրականացնելուց առաջ շիկացնում էին մկրատը։ Սա կարող էր լավ համարվել, քանի որ վերքը կտրելու ընթացքում տեղում այրվում եւ ախտահանվում էր։ Միջնադարում ընդհանրապես չէին լսել ստերիլիզացիայի կամ վիրաբուժության մասին, եւ այս պատժատեսակը իրականացնելուց հետո ամենայն հավանականությամբ զոհը կարող էր մահանալ արյան վարակից։ Այս ամենով հանդերձ ցավի բալային սանդղակում այս պատժատեսակը 140 հնարավոր բալից ստանում է ընդամենը 39 բալ։ 17-րդ դարում Ճապոնիայում քրիստոնեության դեմ պայքարի համար մշակել էին հատուկ պատժատեսակներ։ Սամուրայների վերջին իշխանությունը արգելել էր քրիստոնեությունը եւ դրա համար հնարել էր հատուկ պատժատեսակ։ Ճապոներենից թարգմանաբար այն բառացի նշանակում է թարս կախված։ Սկզբի համար զոհին փաթաթում էին կտորով եւ կապ կպում, այնուհետեւ գլխի վայր կախում դեպի փոսը։ Շատ հաճախ փոսը դիտավորյալ լցնում էին կղանքով, որպեսզի զոհի վիճակը ել ավելի վատ թարանա։ Այսքանը բավարար չէր, դրանով հանդերձ զոհի քունքային հատվածում կատարում էին փոքր կտրվածք, որպեսզի իջեցնեն արյան ճնշումը եւ զոհը հանկարծ գիտակցությունը չկորցներ։ Եվ եթե անգամ նա համարձակվում էր գիտակցությունը կորցնել, շրջապատում գտնվող բժիշկները թույլ չէին տա դա, անմիջապես ուշքի կբերեին։ Այս պատժատեսակը ցավի բալային սանդղակում 140-ից հավաքում է ընդամենը 48 բալ, եւ կարող ենք ցավով արձանագրել, որ այս պատժատեսակը քրիստոնեության դեմ պայքարում եղել է արդյունավետ, քանի որ ժամանակակից Ճապոնիայում բնակչության ընդամենը 1,5%-ն է, որ քրիստոնյա է։ Միջնադարի դաժան գործիքներից մեկը մետաղյա սարդն է կամ կուրծք պատրող գործիքը։ Անունը արդեն հուշում է, թե այն ինչ նպատակներով է օգտագործվել։ Այս գործիքի կիրառմամբ պատժում էին ամուսնությունից դուրս երեխա ունեցած կանանց։ Մետաղյա սարդը շիկացնում էին, ամրացնում պատին եւ սեղմում կրծքին։ Թե ինչ էր լինում հետագայում, արդեն կարելի է կռահել։ Այս պատժատեսակը ցավի բալային սանդղակում հնարավոր 140-ից հավաքում է 73 բալ։ Միջնադարի դահիճները չեն մոռացել նաև տղամարդկանց հատուկ պատժատեսակների ենթարկելու համար եւ ստեղծել են հատուկ գործիք կոկորդիլոս մկրատը։ Մկրատի սովորական շեղբերի փոխարեն եզրերին ամրացված էին հատուկ ատամիկներ։ Այս գործիքով պատժում էին ամենածանր հանցագործությունն իրականացրած տղամարդկանց, օրինակ միապետի նկատմամբ մահափորձ իրականացրածների։ Այս պատժատեսակը իրականացնելուց առաջ եւս գործիքը շիկացնում են եւ դրանով կտրում էին տղամարդու սեռական օրգանները։ Ցավի բալային սանդղակում 140-ից այն հավաքում է 100 բալ։ Միջնադարյան դահիճները նաև հոգ են տարել մարդու մարմնի այլ հատվածների մասին եւս եւ դրա համար ստեղծել են հատուկ ծնկները ջարդող գործիք։ Այս գործիքը հատկապես ակտիվ կիրառվում էր ինկվիզիցիայի ժամանակաշրջանում։ Գործիքի ատամիկները նախ անցնում էին կաշվի, մկանների միջով եւ վերջնարդյունքում կոտրում էին ոսկորները։ Այս տանջանքների պայմաններում զոհերը կարող էին խոստովանել ցանկացած բան, նույնիսկ չարածը։ Ցավի բալային սանդղակում այս պատժատեսակը հնարավոր 140-ից հավաքում է 93 բալ։ Այս գործիքը նաև օգտագործվում էր մարմնի այլ հատվածների վրա եւս, օրինակ արմունկներ, ազդրեր, դաստակներ։ Այն միայն հարմար չէր գլխի համար։ Դահիճները այդ բացը լրացրեցին 15-րդ դարում եւ ստեղծեցին գլուխը ջարդելու հատուկ գործիք։ Այս գործիքը օգտագործվում էր ինչպես մարդկանց վախեցնելու, այնպես էլ հարցաքննությունների եւ մահապատիժների համար։ Հաճախ բավարար էր բանտարկյալի գլուխը տեղավորել սարքի մեջ եւ նա կխոստովաներ ամեն ինչ։ Այս պատժատեսակը ցավի բալային սանդղակում հավաքում է 108 բալ։ Այս ամենով հանդերձ, ինչպես տեսնում եք, մենք դեռ հեռու ենք 140-ից։
Հաջորդ պատժատեսակը, որից կխոսենք, խաչելությունն է։ Այս պատժատեսակը կիրառվում էր դավաճանների, ստրուկների, դասալիքների և ապստամբների դեմ։ Շատ հաճախ դատապարտյալը մինչև պատժի իրականացման վայր անձամբ պետք է ուսերի վրա քարշ տար փայտեսյունը, որը կշռում էր շուրջ 150 կգ։ Դատապարտյալին կապում կամ մեխում էին խաչից։ Շատ հաճախ դահիճները լրացուցիչ մեթոդներ են կիրառում, օրինակի համար մտրակներով հարվածներ են իրականացնում։ Խաչվածների տանջանքները աստիճանաբար ավելանում էին։ Սկզբում նրանք տանջվում էին վերքային ցավերից, արևի այրվածքից, հետո խայթում էին միջատները, տանջվում էին սովից ու ծարավից։ Մկանները ծանրաբեռնվածությունից սկսում էին թուլանալ և այլևս չէին դիմանում ծանրաբեռնվածությանը։ Ոտքերը պոկվում էին և արդյունքում մարմնի ամբողջ ծանրաբեռնվածությունը սկսում էր ընկնել թևերի վրա։ Թևերն էլ չէին դիմանում։ Վերջնարդյունքում թևերը նույնպես չէին դիմանում մարմնի ծանրաբեռնվածությանը և այդ ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնում էր կրծքավանդակի վրա։ Այս փուլում դժվարանում էր զոհի շնչառությունը և նա սկսում էր շնչահեղձ լինել։ Խաչելությունը մարդկային պատմության ամենադաժան պատիժներից էր և ցավի բալային սանդղակում այն հավաքում է 112 միավոր։ Հնում հռոմեացիներին դուր էր գալիս, երբ մահապատիժը ուղեկցվում էր հանրային պարսավանքով և նվաստացմամբ։ Այս նպատակով հնարված էր հատուկ պատիժ, որը կոչվում էր պատիժ պարկի մեջ։ Սա պաշտոնական մահապատիժ էր հարազատին սպանելու համար։ Զոհին կապում էին պարկի մեջ և մեջը գցում էին 4 կենդանի՝ օձ, աքաղաղ, շուն և կապիկ։ Այնուհետև պարկը ծեծում էին փայտերով ու քարերով և նետում էին ջուրը կամ թողում էին այդպես կենդանիների հոշոտմանը։ Պարկի մեջ գտնվող կենդանիները վախից սկսում էին չհանգրել և կրծոտել այն ամենը, ինչ գտնվում էր մեջը։ Այս պատժատեսակը նաև սրբազան նշանակություն ուներ։ Կենդանիների ընտրությունը պատահական չի եղել։ Շունը խորհրդանշում էր անհարգալից վերաբերմունքը դատապարտյալի նկատմամբ, աքլորը խորհրդանշում էր հենց հանցանքի փաստը, օձը խորհրդանշում էր դատապարտյալի հարազատների վիշտը, իսկ կապիկը խորհրդանշում էր հենց ինքը դատապարտյալը։ Կապիկը նման է մարդուն, բայց մարդ կոչվելու իրավունք չունի։ Այս պատժատեսակը հնարավոր 140 բալից ցավային սանդղակում հավաքում է 128 բալ։ Թվում է սրանից սարսափելի այլևս չի կարող լինել, բայց կարող է։ Գոյություն է ունեցել նաև պատիժ իրականացնելու համար մետաղյա բազկաթոռ, որն ամբողջությամբ պատված է եղել սուր մեխերով։ Դատապարտյալին գոտիների միջոցով ֆիքսում էին մետաղյա բազկաթոռի մեխերի վրա։ Շատ հաճախ պատիժը ուղեկցվում էր կրակի միջոցով, կամ բազկաթոռն էին մոտեցնում կրակին, կամ կրակը վառում էին հենց բազկաթոռի տակը։ Դատապարտյալը տառապում էր այրվածքներից և ածխածնի մոնոքսիդից, ինչի արդյունքում անընդհատ անհանգիստ շարժումներ էր իրականացնում և արդյունքում մեխերը էլ ավելի խորն էին մտնում մարմնի մեջ։ Ցավի բալային սանդղակում այս պատժատեսակը հավաքում է 130 բալ։ Այն Եվրոպայում կիրառվել է մինչև 18-րդ դար, իսկ Չինաստանում մինչև 20-րդ դարի սկիզբ։ 19-րդ դարում Անգլիայում իշխանություն պահպանելու համար անհրաժեշտ էր կիրառել ամենախիստ միջոցները, որպեսզի հանկարծ որևէ մեկը չկասկածի միապետի իշխանության վրա։ Արդյունքում ստեղծվեց ամենավայրենի մահապատիժներից մեկը։ Դատապարտյալին կապում էին հատուկ կլոր շրջանակի վրա և շուրջ 5 կիլոմետր քարշ էին տալիս մինչև մահապատժի իրականացման վայրը։ Այս գործընթացը տևում էր շուրջ 3 ժամ։ Զոհի մարմինը քսվում էր քարերին, իսկ անցորդները աղբ էին նետում նրա վրա։ Դրանից հետո դատապարտյալին կախում էին պարանից։ Նրա շնչառությունը դժվարանում էր, սակայն գիտակցությունը մնում էր տեղը։ Շարունակությունը ամենասարսափելին էր, քանի որ հավաքվածները կարող էին վարվել դատապարտյալի հետ այնպես, ինչպես կուզեին։ Սա առաջին հերթին մեսիջ էր հենց հասարակությանը, որ որևէ մեկը հանկարծ չփորձվի կասկածել միապետի իշխանության վրա։ Եվ վերջապես մենք հասանք ամենաբարձր կետին։ Ցավի բալային սանդղակում այս պատժատեսակը 140-ից հավաքում է 140 բալ։ Իսկ դուք մեկնաբանություններում նշեք, թե նշված պատժատեսակներից ձեզ որը ամենասարսափելին թվաց։